հավատում ու սպասում էի, որ կարող է եւ հրաշք տեղի ունենալ, եւ Վահե Ավետյանը փրկվել ու ապրել։ Սակայն դա այդպես չեղավ։ Դաժան ծեծի ենթարկված բժշկի կյանքը ցավոք փրկել չհաջողվեց, եւ նա դարձավ անպատժելիության եւ ամենաթողության, իսկ ավելի կոնկրետ մեզանում տիրող բաշխերի խաղի կանոնների հերթական զոհերից մեկը։ Բարև ձեզ, եթերում արխիվի մեկ օրն է։ Հարսնաքարում տեղի ունեցած դեպքից հետո Հայաստանում հասարակական վիճակը լարված է այսօր էլ։ Այն, որ հասարակության տարբեր զանգվածներ բողոքելու կամ դժգոհելու էին, սպասելի էր, սակայն անսպասելին մասշտաբներն էր։ Հասարակական ընդվզումը, որ ընդգրկեց հասարակության տարբեր շերտեր, տարբեր քաղաքական հայացքների ու պատկանելության տեր մարդկանց, ովքեր միասնաբար բոլորը միասին ընդհանուր հաշվով մեկ բան են պահանջում՝ քողարկված արդարադատությունը։ Դատապարտել այնպես, որ փակվեն նորերը լինելու ճանապարհները։ Վահե Ավետյանի դաժան մահը գյումրեցի շատ բժիշկների տեղափոխեց մեկ տարի հետ, երբ 2011 թվականի նույն այս օրերին նույն կերպ դաժան ծեծի ենթարկվեց ու հիվանդատիրոջ տանը մահացավ Գյումրու շտաբուժօգնության կայանի բազմամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանը։ Այս լուրը ցնցեց ամբողջ հանրապետությունը, այն ժամանակ մարդիկ զայրանալու հետ հավասար նաև զարմացած էին, եղածը անակնկալ էր եւ աննախադեպ։ Տեղափոխվենք արխիվ 2011 թվական հունիս։ Շտաբուժօգնության կայանում կանչը գրանցվել է 3 ժամը 23:02 րոպեին Կոմինտերնի երկրորդ նրբանցք 13 բնակարան հասցեում կանչը գրանցվել է տանտիրոջ 55-ամյա Արամայիս Կարապետյանի համար։ Կանչն ընդունող ու խմբին նշված հասցե գործուղող հերթապահը Հերմինե Գևորգյանն է եղել։ Կանչն ընդունվեց 23:02, այդ պահին մեքենան ավարտել էր Աղայան փողոց կանչը ու ճանապարհին էր, հետ էր գալիս։ Ճանապարհից կանչը տվել եմ Կոմինտերն երկրորդ նրբանցք։ 2 րոպե, այդ ամենաշատը, որտեղ արդեն մոտ էր այդ հասցեին, ճանապարհից հետ էր գալիս մեքենան։ Շտաբուժօգնության սպասարկող խմբին թաղամասում դիմավորել է տանտիրոջ որդին Արտակ Կարապետյանը, ով եւս շտաբուժօգնության աշխատակիցների վկայությամբ նստել է մեքենա, հետո սկսել է հայոյել մեքենայում նստածներին։ Այնուհետև ընթացքի ժամանակ դուրս է նետվել մեքենայից։ Հետո, երբ մեքենան կանգնեցրել են, դուրս է քաշել բժշկին ու հարվածել նրան։ Ահա թե ինչ է պատմում դեպքին ականատես շտաբուժօգնության ավտոմեքենայի վարորդը։ Իրան նորմալ չի πάει, բեժին քրվեց, զարգեց, ոչ թե մի անգամ, ասենք մի 3-4 անգամ դրան դեմը նորից ծեծեց, որից հետո մարդը մահացավ։ Իրանց տան մեջը։ Մինչև հիվանդի տուն, հիվանդի մոտ հասնելը 3 անգամ ծեծել է բժիշկին։ Եվ բժիշկը ասել է ոչինչ, հայրն է։ Կարող է այս մարդը այսօր լարված է, եթե ես չգնամ, այդ հիվանդին մի բան պատահի, 3 անգամ ծեծելուց, խփելուց հետո, գետին գցելուց հետո, գետին գցե երրորդ անգամ տան դրան մոտը, գետին գցե ոտքով սկսել է հարվածել։ Սրանից ուղիղ 1 տարի անց հունիսի 17-ին Հարսնակար ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելուց հետո ռազմական բժիշկ սպա Վահե Ավետյանը մի քանի օր գտնվելով կոմայի մեջ մահացավ հիվանդանոցում։ Կպատժվեն մեղավորները թե ոչ, ինչպիսին կլինի պատիժը, հասարակական, քաղաքական, իրավական, սա խնդրի միայն մեկ կողմն է։ Մյուս կողմն այն է, թե ինչու են տեղի ունենում առհասարակ նման դեպքեր։ Հասարակական արժեքներն են արդյոք փոխվել, բարոյականության չափանիշներն են հիմա այլ տեսք ստացել, արդյոք հասարակության մեջ եւ մարդկային կյանքում պակասող օղակը օրենքը չէ։ Սա բողոք է մեկ դեպքի համար, մեկ մարդու դեմ, թե հայաստանյան քրեաօլիգարխիկ բաշխերի տիրող անպատժելիության ու ամենաթողության։ Առաջին դեպքը չէ, որ թույլ է տրվում այսպիսի արարք, երբ հարձակվում են մարդ են ծեծում, հարստահարում են կամ թալանում են, բայց այս անգամ հակառակի պես սպանել են։ Ու սպանածը ոչ թե շարքային քաղաքացի է, այլ բանակի սպա։ Այս օրերին համացանցում լայն շրջանառություն գտավ Ռուբեն Հայրապետյանի ասուլիսներից մեկում հնչեցրած ելույթը, թե ինքը կոչված է միայն պատժելու։ Գիտեք ես ինչ պետք է անեմ, որ պատժեմ, ծեծեմ, թե մտածում եք խուսափել եմ ես, որ ասեն ջութակը նվակ է, այդ ժամանակ զարմացեք։
Ռուբեն Հայրապետյանը երբ հայոյում էր լրագրողին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցը նորմալ էր գնահատում դա եւ որևէ քայլ չէր ձեռնարկում, ապա միանգամայն սպասելի էր, որ մեկ օր էլ հարսնաքարում պետք է ծեծելով մարդ սպանեին։ Կամ նրա մյուս կուսակից ընկերը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մի քանի ամիս առաջ կին գործարարի ծեծեց։ Ռեստորանի տեսախցիկները պարզորոշ կերպով ֆիքսել էին, թե նա ինչպես է հարվածում նախ ոտքով, ապա ձեռքով։ Այդ պահին մոտեցավ Սյունիքի մարզպետը եւ խուլիգանի նման հարձակվեց։ Չէ, եկավ վրա տվեց։ Փորձ, ոտքով խմել է դոցերը, փորձ։ Հայո։ Այս ամենից հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, թե ապտակը ծեծ չէ եւ գործ չի հարուցվում, իսկ մարզպետը ոչ միայն աշխատանքի չհեռացվեց, այլ նաեւ նրան ընդգրկեցին ՀՀԿ համամասնական ցուցակի մեջ, լեգիտիմացնելով ծեծի կիրառումը։ Այս ամենից հետո տրամաբանական է հարսնաքարում ծեծ ու ջարդանողները պարզապես մտածելու բան չունեին։ Խուլիգան, խուլիգան, խուլիգան։ Այստեղոս խուլիգան, խուլիգան, Ալեքսանդրյան խուլիգան, Ալեքսանդրյան խուլիգան։ Ցուցարարին հրող եւ գետնին տապալող այս մեկը դարձյալ թիկնապահ է։ Ռուբեն Հայրապետյանի մտերիմ ընկերոջ Սամվել Ալեքսանյանի թիկնապահը հարսնաքարի դեպքից մի քանի օր անց, երբ հանրությունը ցնցված, զայրացած ու ապշահար է, մեկ այլ պատգամավորի թիկնապահը ցուցարարների, ոստիկանների եւ նաեւ Սամվել Ալեքսանյանի աչքի առաջ հրում ու գետին է տապալում ցուցարարին։ Զարմանալ պետք չէ, հատկապես այն բանից հետո, երբ պատգամավոր Ալեքսանյանը տեսախցիկների առաջ մոտենում ու ցուցարարի ձեռքից թռցնում է բողոքի ցուցանակը։ Ահա այս ֆոնին միանգամայն բնական է, որ նրա թիկնապահն էլ պետք է մարդ հրի, ծեծի կամ թեկուզ սպանի։ Ցանկացած մարդ կարող է մտնել այստեղից ներս, անվայել խոսքերով, կարող է մեր վրա ամեն ինչ շպրտել, մեզ ցեխը մտցնել, մեզ դարձնել չգիտեմ ինչ, ու ոչ մեկը մեզ չպաշտպանի։ Անարխիա ընդհանուր առմամբ նույնիսկ երազում ոչ ոք չէր տեսնում։ Ինչպես կարելի է ոմագով հարձակվել մի քանի հոգու վրա, ինտելիգենտ մարդկանց վրա, եթե չասենք նույնիսկ բժիշկներ, որոնք մարդու կյանքի համար են պայքարում, եւ ծեծելով հասցնել մահվան դուռ։ Դա դաստիարակությունն է, երկրի ներքին կարգը, այն բովանդակությունը, որով ապրում է մեր ժողովուրդը։ Ով է մեղավոր հարսնաքարի դեպքերի համար, ծեծի ենթարկողները Ռուբեն Հայրապետյանը, Սերժ Սարգսյանը, ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգում ընդգրկված բոլորը, թե հասարակությունը, մենք, որ այսքան ժամանակ հանդուրժել ու դեռ շարունակում ենք հանդուրժել անմարդկային ու անբարոյականը։ Բարի ավանդույթի համաձայն հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով այս ընտրատարածքում առաջադրել եւ պաշտպանում է Ռուբեն Հայրապետյանին։ Գիտեք ես ինչ պետք է անեմ։ Ո՞տ պատժեմ, ծեծեմ։ Հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի ծննդյան օրը Երևանի արտ լաբորատորիայի արվեստագետների խմբի անդամները յուրօրինակ բողոքի ակցիա անցկացրեցին նախագահականի մոտ։ Նրանք Սերժ Սարգսյանի ծննդյան 58-ամյակի կապակցությամբ նախագահական նստավայրի մոտ տորթ տարան։ Սպիտակ տորթի վրա կարմիր կրեմով գրված էր արվեստագետների բարեմաղթանքը, այն է հեռացիր։ Այնուհետ մեկնարկեցին բողոքի ցույցերը, որոնք զուգակցվում էին մոմավառությամբ հիշատակ զո գնացած Վահե Ավետյանի։ Մի քանի օր շարունակ մայրաքաղաքում, մյուս քաղաքներում, հրապարակներում, կառավարության շենքի ու նախագահականի դիմաց, աշխատասենյակներում, սոցիալական կայքերում, ասուլիսների ժամանակ իրավաբանները, բժիշկները, քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիները բոլորը խոսում ու դատապարտում էին կատարվածը, որակելով որպես այն երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի, ստեղծված կարգերի, չգործող օրենքի եւ արկա վախերի արդյունք։
Վախը պետք է ունենա այն մկանաներով երիտասարդը, որը ծեծելով կարող է սպանության հասցնել մեկ այլ երիտասարդի։ Վախը պետք է ունենան բոլոր իշխանավորները, եթե հասարակությունը նման ցնցման եւ դժգոհության մեջ լինի։ Մեզ մոտ վախերի հավասարակշռումը լրջորեն խեղված է եւ այս դեպքը հարսնակարը մի ծանր քար է վախերի աննժարի վրա, որտեղ մենք բոլորս միասին վախենում ենք տարբեր հզոր մկաններ ունեցող մարդկանցից։ Քաղաքացիները ավելի կատաղի սկսեցին բողոքել ու պահանջել, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվի իր падգամավորական մանդատից այն բանից հետո, երբ լրատվամիջոցներից մեկին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հետ նա մեկնել է Կիև Եվրո 2012 թվականի ֆուտբոլային եզրափակիչ խաղը դիտելու։ Այնուհետև հասարակությունը սկսեց պահանջել նաև Ռուբեն Հայրապետյանից հրաժարվել նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Զուգահեռ մամուլը սկսեց գրել մի նոր ծեծի մասին, թե նրա թիկնապահները այս անգամ ծեծի են ենթարկել Ավան վարչական շրջանում 81 համարի երթուղայինների վարորդներից մեկին։ Սա արդեն խոսում է հանրապետությունում տիրող բացահայտ անպատժելիության, անօրինականության եւ տիրող քրեատին բարքերի մասին։ Քաղաքացու կյանքը, որը որ իրենց կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող օբյեկտում, հարցնակարում խլել են քաղաքացու կյանքը, դա հավասար չէ մանդատի վայր դնելու։ Էական չի, որևէ մեկը ազգային ժողովի падգամավորի մանդատ ունի, թե չունի, եթե մարդը գործել է հանցագործություն, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, անկախ նրանից մանդատ ունի, թե չէ։ Այնուհետ ազգային ժողովի падգամավոր Ռուբեն Հայրապետյանը падգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն տարածեց։ Իսկ մինչ այդ նա հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը բավականին հուզիչ հայտարարության տեքստով հանդես եկավ։ Ամեն ինչ գտա է, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց։ Ամեն ինչ գտա է այս ամենը հետ պտտելու համար, բայց չեմ կարող։ Վահեն արդեն չկա, ու ես դրանով պետք է ապրեմ, ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին, չգիտեմ ոնց։ Սրտակեղեկ զղջումի տեքստի բովանդակությունը արդյոք տեղավորվում է Ռուբեն Հայրապետյանի արժեհամակարգում, երբ Վահե Ավետյանի մահվան օրը կամ դրանից օրեր առաջ Հայրապետյանը չհրաժարվեց իրեն հարազատ ոճից եւ ձեռագրից, շարունակեց հայոյել կոպտել լրագրողներին, առանց զղջալու վարքագիծ դրսևորելու։ Ուրեմն արդյոք մանդատից հրաժարումը հայտնի գործելավոճի հերթական դրսևորումներից մեկը չէր, հերթական անգամի ցույց դնելու եւ շեշտադրելու, որ մեր երկրում գործում է մեկ մարդու նախագահի ինստիտուտը։ Անշուշտ ներողության զղջումի բարոյական պատասխանատվություն կրելու շռայլ խոսքերն ու ազգային ժողովի մանդատը վայր դնելը չեն տեղավորվում ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլ նաև նրա շատ գործընկերների արժեհամակարգում։ Եվ քանի դեռ մեկ անձի դերակատարումից անցում չլինի օրենքին եւ նաեւ այլ ինստիտուտների գործունեությանը, հասարակությունը հազիվ թե հավատա այդ քայլերի անկեղծությանը եւ այս երկրում իրավիճակ փոխելու պատրանքներին։ Նրանք, ովքեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կարգավիճակով դրական են գնահատում Ռուբեն Հայրապետյանի այս պարտադրված հրաժարականը, պետք է նաև նկատի ունենան, որ սպանության ժամանակ Հայրապետյանը տեղում չի եղել, անձամբ չի մասնակցել երիտասարդ սպայի սպանությանը ու հաստատ չէր ուզենա նման պատմության մեջ ընկնել, այնպես ինչպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ։ Սերժ Սարգսյանը նույնպես անձամբ չէր մասնակցում սպանություններին, բայց գիտեր, որ հանուն իր նախագահ դառնալու բախում է տեղի ունենում եւ կարող են մարդիկ մահանալ։